Ազգային ժողովի Ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների արգելի պատգամավորներ, նիստի աշխատանքներին հետևող սիրելի հայրենակիցներ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովին առաջարկում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներին տեղեկացնել, որ դա կանոնակարգով նախատեսված առավելագույն թիվն է ազգային ժողովում հանձնաժողովներ, մշտական հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ։ Բայց դա դեռ չի նշանակում, որ ազգային ժողովում կարող է ստեղծվել հենց 12 մշտական հանձնաժողով, այսինքն կարող է ստեղծվել նաև 6 մշտական հանձնաժողով։ Ես ունեմ առաջարկություններ, թե որոնք կարող են լինել այդ ընդամենը 6 մշտական հանձնաժողովները։ Ընդ որում ես աշխատակազմից տեղեկություններ ճշտելու կարիք չունեմ, որովհետև նայել եմ նախորդ գումարման ազգային ժողովի հանձնաժողովների գրեթե բոլոր արձանագրությունները եւ փաստել եմ, որ այնտեղ կա հանձնաժողով, որ ունի ամբողջ 5 տարվա ընթացքում ընդամենը 1 արձանագրություն։ Այսինքն գրեթե ոլորտային ոչ մի հարց չի քննարկվել։ Օրինակ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը կամ եվրասիական տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովը կամ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը։ Նրանք գրեթե ծանրաբեռնվածություն չեն ունեցել։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովը դա այն մարմինն է, որը ծանրաբեռնված պիտի աշխատի օրենքի նախագծեր քննարկելու համար։ Իսկ եթե չկա ծանրաբեռնվածությունը, մենք ուղղակի պետական բյուջեի ավելորդ միջոցներ ենք վատնում։ Ես հաշվել եմ, որ եթե 12-ի փոխարեն ունենանք 5-6 մշտական հանձնաժողով, միայն աշխատավարձների տարբերության մասով 5 տարվա ընթացքում մենք տնտեսում ենք մոտավորապես $500,000 փող։ Իսկ եթե ուզում եք իմանալ, թե ինչ է $500,000, դա մոտավորապես 25 հատ արաբական ձիա, ցեղամաքուր, որով կարելի է կազմակերպել արաբական ձիերի փառատոն եւ այդ շոկին այն մարդիկ, ովքեր ուզում են դրան մասնակցեն, չգնան հասնեն կատարի պետություն։ Շնորհակալություն։ Բաբկեն Թունյան